Հարգելի հետևորդներ, դուք կադրում տեսնում եք Սամվել Կարապետյանի դստերը եւ կնոջը, քաղաքացիներն են մոտենում։ Առաքելություն է իրականացնում։ Մեր ազգը ընդհանրապես երկիր մոլորակի վրա ունի առաքելության իր չափաբաժինը եւ դա ամենաշատն է ազգերի մեջ։ Բայց ձեր ամուսինը ունի առաքելություն ազգի մեջ։ Մենք բոլորս պետք է կանգնենք նրա թիկունքին։ Եթե մենք ուզում ենք ընտրություն կատարել լինելու եւ չլինելու մեջ, հետարքիր եմ, չի կարելի մտածել, որ մենք այսքանից հետո պիտի գնանք, խորհրդարան ընտրենք, պետք չի, մենք պիտի ընտրենք լինելն ու չլինելը։ Եթե մենք այդքան ուղեղ չունենք, ես Նարեկի հետ էլ էի ուզում ճիշտ ասած ծանոթ լինել, բայց երկու անգամ ստացվեց։ Ես դուք Վարիկ ջան, երբեք մի մտածեք, որ դուք վատ եք խոսում, այդպես չէ, ես Երանի Կարող է իրանց վախտը պրոստը շատ է բերել, որ ես վատ եմ խոսում։ Ես ինքս մեր լեզվի ջատագովն եմ, լեզվի ջատագովը, որովհետև լեզուն մեր ազգային եզակի Շատ համաձայն եմ ձեզ մեջ, շատ համաձայն եմ։ Ամենակարևոր արժեքն է, հողից էլ կարևոր չորտեղ, որովհետև հողը միշտ կարելի բերել, բայց որ լեզուն կորցրինք էլ հետ չեն բերելու։ Դուք հանկարծվան չանեք, հետ չմնաք էլի բոլորից։ Չէ, ես ուզում եմ ձերը դուք անցնեք։ Չէ, Կարենն է, աղբերսը։ Անմիջապես եղբայրը։ Երջանիկ մարդիկ եք, ես պարզ եմ ասում, որովհետև այսպիսի ազգընտրիչ ժամանակներում հանձն առնել, ընտանիքով հանձն առնել այսպիսի առաքելություն, սա ամեն մարդ չի կարող։ Ես օրինակ հիմա ամաչում եմ, որ մեր ոստիկանությունը փոխանակ առաջինը գնա ձերբակալի այդ թուրքի լամուկին ու տանի բոլորիս ազատի, կանգնել մի հատ էլ շարք են կազմում։